խորհուրդ կա, որը երբեք չի դողում կրկնվող, հատկապես երիտասարդների համար, դա մի բան է, որը ես իմացա գրքերում, բայց գործնականում փորձի միջոցով, որոնք կրկնվում էին իրենց ամբողջ կյանքի ընթացքում, դա պարզ, բայց խորը նախազգուշացում է, խուսափեք, լավ է ասելուց, առաջին հայացքից կարող է թվալ տարօրինակ, ի վերջո ով չէր ցանկանա ամեն ինչ կարգին ունենալ, բայց ահա կետը։ Այս թվացյալ անվնաս արտահայտությունն ունի մի ծանրություն, որը մի քանիսը ընկալում են։ Ես կբացատրեմ, թե ինչու է այս գաղափարը այդքան փորագրվել ինձ վրա, ամեն ինչ սկսվեց իմ մանկության մեջ, մի ընտանիքում, որտեղ բառերը ոչ միայն հնչում էին, այլ սերմ էր։ Առօրյա կյանքում տնկված յուրաքանչյուր արտահայտություն կարող էր ծաղկել ինչ-որ լավ բանի կամ խնդիր դառնալ, երեսները միշտ հիշեցնում էին մեզ։ Մտածեք նախքան խոսելը, քանի որ բառերը ունեն իրենց կյանքը, նրանք թողնում են մեր բերանը և վերափոխվում են վերափոխված, ինչպես արձագանքը, որը վերադառնում է հետևանքներով։ Մի անգամ լսել եմ պապիկիս, մի մարդ, որը բախվել էր պատերազմների և զրկանքների, պատասխանել մի հարևանին, ով հարցրեց, թե ինչպես է նա, ամեն ինչ լավ է ասելու փոխարեն, նա պատասխանեց. Փառք Աստծո, մենք առաջ շարժվում ենք, ինչպես պետք է լինի, ժամանակին ես երեխա էի և հետաքրքրասեր եմ, հարցրեցի. Ինչու չես ասել, որ լավ է, պապս նայեց ինձ և ասացին մի բան, որը ես երբեք չեմ մոռացել. Երբեք մի ասա, որ ամեն ինչ լավ է։ Ժամանակի ընթացքում ես անթիվ ժամանակներ ապացուցեցի այս դասը, երբ ինչ-որ մեկը հայտարարում է բացարձակ համոզմամբ, որ ամեն ինչ հիանալի է, անսպասելի մի բան պատահում է այս որոշակիությունը թափահարելու համար, դա սնահավատություն չէ, այլ կեցվածքի հարց։ Երբ մարդը պնդում է, որ ամեն ինչ լուծված է, նրանք առանց գիտակցելու դռները փակում են աճի համար, ասես ասում են, ես հասա այնտեղ, որտեղ ուզում էի, այլևս պետք չէ զարգանալ, և կյանքը, ինչպես գետը, չի դադարում հոսելուց։ Եթե դուք արգելափակում եք ձեր ընթացքը, լճացած ջուրը և այն, ինչը պարզ է դառնում ցեխի մեջ։ Ամենախելագետը միշտ դասավանդել է, լավագույնը թողեք սենյակը, մի փակեք ապագայի դռները իրենց իսկ խոսքերով, ես հիշում եմ մի ծանոթություն, ով ապրում էր կրկնում. Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, ամեն ինչ կատարյալ է, նա ճառագայթեց այդ վստահությունը, բայց մի քանի շաբաթվա ընթացքում ձեր բիզնեսը փլուզվել է, ինչու քանի որ նա բնակություն հաստատեց, հավատալով, որ այն արդեն հասել է լիարժեք երջանկության։ Ստիպում է, որ մարդը կորցնի ուշադրություն, երախտագիտություն և խոհեմություն, և կյանքը անողոք հիշեցնում է, որ մենք այստեղ ենք անհոգության տեղ չկա։ Սա պատահական չէ, օրենք է, բառերն ունեն իշխանություն, և մենք ինքներս մեզ արտահայտում ենք մեր ճանապարհը, այնպես որ երբ ինչ-որ մեկը հարցնում է, թե ինչպես եք դուք, ինքնաբերաբար մի պատասխանեք, լավ է, արտացոլեք։ Դուք պարզապես ավարտում եք խոսակցությունը կամ ակամա սահմանափակող ձեր սեփական հնարավորությունները, ավանդույթը սովորեցնում է, որ ավելի լավ է ասել։ Աստծո օգնությամբ մենք գնում ենք, բոլորը տեղում, այս պատասխանը կրում է խոնարհություն, երախտագիտություն և առաջին հերթին հասկացողությունը, որ միշտ էլ բարելավելու տեղ կա։ Եվ ահա բանալին։ Եթե ցանկանում եք շարժում, առաջընթաց և հաջողություն, մի գցեք վերջնական հայտարարություններ, կարող է թվալ մանրամասներ, բայց դա փոքր սովորություններն են։ Բառերն ասում են, առանց մտածելու, ավտոմատ ժեստեր, որոնք կառուցում կամ ոչնչացնում են մեր ճակատագիրը, յուրաքանչյուր լավ է նման է աղյուսի, որը վերացնում է պատը ձեր և նոր հնարավորությունների միջև։ Կյանքը ստատիկ լուսանկար չէ, բայց կինոնկար անընդհատ շարժման մեջ, երբ ինչ-որ մեկը հայտարարում է, որ ամեն ինչ լավ է, կարծես կոտրման կոճակը և ասեք. Ես արդեն ունեմ այն ամենը, ինչ ինձ պետք է, բայց իրականությունն այն է, որ միշտ էլ բարելավելու բան կա, շնորհակալություն ունենալու բան, սովորելու բան, հայրս, օրինակ, քրտնաջան աշխատել է գործարանում, բայց երբեք չի ասել, որ ամեն ինչ լավ է։ Նա պատասխանեց. Փառք Աստծո, մենք ունենք անհրաժեշտ Ք. ԵՆՍ առողջ է, հետևում է աշխատանքը, այս վերաբերմունքը իր դռները բաց պահեց, և նույնիսկ հեռացման ժամանակ այն երբեք չի ազատվել աշխատանքից, ինչու, որովհետև դա բախտի ճանապարհը չի փակել։ Արդեն իմ հարևանն է, բարի, բայց հպարտ մարդ, ապրեց հայտարարելով. Ես աշխարհի ամենաերջանիկն եմ, մինչև նույն օրը նա կրկնեց այս նախադասությունը, իր տանը կոտրվեց մի խողովակ, հեղեղելով ամեն ինչ, հետո նրա մեքենան կոտրվեց, և նա հիվանդացավ, ավելի լավ կլինի փակել, խոստովանեց նա։ Ոչ թե նրա խոսքերը գրավեցին վատ բախտը, բայց նրա չափազանց մեծ ինքնավստահությունը ստիպեց նրան կորցնել իր զգուշությունը, կյանքը չի հանդուրժում, թե ով է դա վերաբերվում որպես երաշխավորված։ Բառերը սերմ են, եթե ասում եք լավ է, դա նման է տնկելուց, որն արդեն դադարել է աճել, բայց ասվում է, որ առաջ շարժվում է հավատքով, տնկում է մի բան, որը դեռ կարող է զարգանալ, դատապարտյալները միշտ նախազգուշացրել են. Երբեք մի խոսեք այնպես, կարծես ամեն ինչ ավարտվի, քանի որ մինչ կյանք կա, վերջ չկա։
Ես դա տեսա նաև բիզնեսում, ձեռնարկատերը բացում է հաստատություն, սկսում է շահույթ ստանալ, իսկ հետո ասում է, հիմա ամեն ինչ լուծված է, բայց պատմությունը ցույց է տալիս, որ սա հենց այն պահն է, երբ խնդիրները հաճախ հայտնվում են։ Կույր վստահությունը հանգեցնում է անտեսման և կյանքի, ինչպես միշտ գանձում է դրա գինը, ճշմարիտ իմաստությունը գիտակցում է, որ անկախ նրանից, թե որքան լավն է իրավիճակը, միշտ կա աճելու տեղ, շնորհակալություն և պատրաստվելու։ Այսպիսով, հաջորդ անգամ ինչ-որ մեկը հարցնում է, թե ինչպես եք, մտածեք նախքան պատասխանեք, ձեր խոսքերը պարզապես հնչյուններ չեն։ Սրանք ընտրություններ են, որոնք կարող են բացել կամ փակել ուղիները։ Երջանկությունը չի ասում, որ ամեն ինչ կատարյալ է, բայց բաց միտք պահելու համար, ինչը դեռ կարող է կառուցվել։ Պատկերացրեք հետևյալ տեսարանը։ Գործարարը հասցեագրված էր ինչպես են բիզնեսը հարցին, և պատասխաններ, առանց վարանելու, բոլորը հիանալի են, ես հաջողություն եմ, ինչ է տեղի ունենում հաջորդը, նա դադարում է սովորել, անտեսում է մանրամասները, իսկ մրցակիցները առաջխաղանում են։ Նա շարունակում է կրկնել, լավ, մինչև մի օր իր բիզնեսը փլուզվում է, ևս մեկը պատասխանում է խոնարհությամբ։ Աստծո օգնությամբ մենք աշխատում ենք, ձգտում ենք, այս մեկը չի դադարում, նա տեսնում է, թե ինչ է նա պետք է բարելավի, ինչ է նա սովորում, որտեղ աճել, և ձեր բիզնեսը ծաղկում է։ Դա տեսություն չէ։ Դա իր սեփական փորձն է։ Երիտասարդության մեջ ես նույնպես սիրում էի ընկերներին ասել. ամեն ինչ կատարյալ է, զարմանալի, և գիտեք ինչ է պատահել, կյանքը ինչպես ծանր ուսուցիչը շուտով ինձ փորձության է դրել, ես կորցրեցի աշխատանքը, առողջությունը ձախողվեց, ընկերները հեռացան, այդ ժամանակ ես հասկացա. պետք չէ զսպել բերանը դեպի նպատակակետ, անհրաժեշտ է խոսել չափավորությամբ, տեղ թողեք շարժման համար։ Ահա այն, ինչ ուզում եմ կիսել ձեզ հետ, իմ սիրելիներ։ Եթե ցանկանում եք, որ կյանքը առաջ ընթանա, երբեք լավ է, սովորեք ասել. Փառք Աստծո, մենք ձգտում ենք, հիշեք, նույնիսկ դժվար օրերին սա նույնպես շարժում է առաջ, և միշտ ձեր խոսքերում թողեք հույսի տեղ։ Սա չի նշանակում բողոքել կամ դժգոհ լինել, ընդհակառակը, հրեական իմաստությունը շնորհակալություն է հայտնում։ Ուրախացեք այն, ինչ ունի, բայց գիտեք, որ միշտ կարող է ավելի լավ բան լինել, որպես օրինակ բերեք առողջությունը, երբ ինչ-որ մեկը ասում է ես հիանալի եմ, դադարում է հոգալ միմյանց, թողնում է առողջ ուտելը, դադարում է վարժություններ անել։ Ինչու ես խնդիրներ ունեմ, արդեն ով է ասում Աստծո օգնությամբ, ես լավ եմ, բայց ես ինձ եմ հոգ տանում, ավելի շատ եմ ապրում և պահպանում եմ իմ առողջությունը, քանի որ դա հասկանում է, որ կյանքը մշտական ուշադրություն է պահանջում։ Մեր մշակույթում նույնիսկ մի պարզ արտահայտություն է բերում մի ամբողջ իմաստ, երբ հրեան ասում է Բարուխ Հասեմը, փառք Աստծո, նա շնորհակալություն է հայտնում ներկաների և միևնույն ժամանակ ապագայի համար հարմարավետ տեղ զբաղեցնելու համար։ Այս բառերը պարզապես հնչյուններ չեն։ Դրանք էներգիա են, նրանք շնորհակալություն են հայտնում և պահում են վաղվա դուռը աճարի։ Այնպես որ երբեք մի ասա լավ, դա նման է վերջնական կետ դնելուն, և ժամանակաշրջանը գոյություն ունի միայն գրքի վերջում, մինչ մենք կենդանի ենք, պատմությունը դեռ գրված է։ Հիմա, հարգելիներ, հասանք ամենակարևոր մասը, բավական չէ իմանալ, թե ինչ չի ասել։ Պետք է սովորել, թե ինչ պետք է ասի փոխարենը, և դա այն է, ինչի մասին մենք կխոսենք այս մասին, այս միտքը փակելիս խորհուրդներով, որոնք կարող են վերափոխել ձեր օրերը ուրախության և ապացույցների ժամանակ։ Ինչ ենք պարզում մինչ այժմ, երբ ասում եք լավ, դուք վերջնական կետ եք դնում, գիրք փակելը, որը դեռ շատ էջեր ունի գրելու համար, դադարեցրեք աճելը, ձգտեք զգույշ լինել, բայց կյանքը չի սիրում վերջնական կետերը, նա նախընտրում է ստորակետերը, էլիպսը, նոր գլուխները, փիլիսոփայություն չէ։ Դա գործնական է, ես տեսա տասնյակ, հարյուրավոր մարդիկ, ովքեր խոսքով ուրախ էին, բայց իրականում նրանք թակարդների մեջ ընկան, քանի որ հավատում էին, որ շատ շուտ էր, որ ամեն ինչ լուծվի։ Հրեական իմաստությունը մեզ այլ բան է սովորեցնում։ Միշտ հանգստացեք ապագայի համար, մի հպարտացեք, դռները մի փակեք բառերով, խոսեք այնպես, որ ձեր արտահայտությունները երախտագիտություն ունենան ներկա և հուսով են, թե ինչ է գալու։ To well, փոխարինելու բառերը։ Պահպանեք այս պարզ արտահայտությունները, որոնք դարեր շարունակ պաշտպանում են մարդկանց դժբախտություններից։ Փառք Աստծո։ Եկեք առաջ գնանք։ Աստծո օգնությամբ մենք հետևում ենք։ Շնորհակալ եմ, մենք ձգտում ենք։ Ինչպես պետք է լինի, այնպես որ քայլեք։ Դրանք կարճ, բայց խորը նախադասություններ են, նրանց մեջ տեղավորվում են խոնարհություն, երախտագիտություն և հավատը, որ կյանքը չի դադարել, երբ այսպես եք արձագանքում, միստեք, դա չի ասում, որ դա վատ է, բայց դա չի փակում դռները այն բանի համար, ինչը դեռ կարող է գալ, հորիզոնում հանգստություն է թողնում երջանկության համար։ Պատմություն երախտագիտության մասին։
Տատիկս ապրում էր շատ դժվար ժամանակներ, պատերազմներ, քաղց, կորուստներ, բայց ամեն անգամ, երբ նրանք հարցրին ինչպես ես, նա ասաց. Փառք Աստծո, մենք ողջ ենք, եւ դա նշանակում է, որ ամեն ինչ կարող է ավելի լավանալ, նույնիսկ ամենամութ օրերին նա գտավ ուժը ժպտալու համար, քանի որ նրա խոսքերը նրա հոգին բաց էին պահում, դա չի ասելը լավ է, քանի որ ես գիտեի, որ դա ճիշտ չէ, բայց դա նույնպես չի բողոքել, ես երախտապարտ էի նրա ունեցածի համար եւ թողնում էր հույսը, կարծում եմ, որ այդ պատճառով դուք այնքան եք ապրել, քանի որ ով գիտի, թե ինչպես շնորհակալություն հայտնել եւ չի փակում, միշտ հետևելու ուժ է գտնում։ Դասը, որը մնում է։ Իմ սիրելիներ, ես ուզում եմ, որ դուք կլանեք այս իմաստությունը, հաջորդ անգամ հարցնում ես, ինչպես ես, դադարեցրեք նախքան ինքնաբերաբար պատասխանելը, մի ասա լավ, ասա փառք Աստծո, մենք շարժվում ենք կամ Աստծո օգնությամբ, եկեք լավ գնանք։ Դուք կզգաք տարբերությունը, այս բառերը նման են բանալին։ Նրանք բացում են ուղիներ, եւ կտեսնեք, որ կյանքը կսկսի նոր հնարավորություններ բերել, քանի որ դրանք դռները չեն փակել բառերով։ Նրանք թողել են նրանց աճար։ Կյանքը միշտ շարժվում է, այսօր դժվար է, վաղը ավելի թեթև կլինի, այսօր կան արցունքներ, վաղը ծիծաղ կլինեն, այսօր աշնանը, վաղը թարմ սկիզբ, սա է աշխարհը, եւ եթե ուզում եք այս ուղով անցնել արժանապատվորեն, ժպտալով եւ իմաստունորեն սովորեք ճիշտ խոսել։ Ես չեմ ասում, որ բառերը լուծում են ամեն ինչ, բայց դրանք հիմքն են, նրանցից միտքը ծնվում է, միտքը առաջացնում է գործողություններ, եւ գործողությունների ձևի ճակատագիրը։ Սկսեք փոքրիկից։ Դադարեք ասել լավ, նրանք խոսում են այն բանի հետ, թե ինչպես են սովորեցնում մեր նախնիները եւ տեսեք, թե ինչպես նույնիսկ ամենապարզ սովորությունները կարող են փոխել ձեր կյանքը դեպի լավը։ Երբ ես խաղում էի իմ ընկերեցեք-ին, երբ կինս հարցնում էի ինչպես են ընթանում իրերը, ես երբեք չեմ պատասխանում լավ, այսպիսով, կինը գոհ է, եւ կյանքը չի բարկանում, մենք սիրում ենք հումոր, քանի որ կատակը նույնպես բացվում է դռներ։ Այն թեթևացնում է քաշը եւ տալիս է հոգու մաքրումը, բայց յուրաքանչյուր կատակի հետևում կա իմաստություն։ Հետևաբար, սիրելիս, ահա իմ խորհուրդը, իմ նվերը ձեզ։ Երբեք մի փակեք ձեր կյանքը բառերով, երբեք մի ավարտեք, մինչ պատմությունը դեռ գրված է։ Շնորհակալ եմ ձեր ունեցածի համար, սպասեք, թե ինչ է գալու, եւ միշտ թողեք ձեր խոսքի տարածքը առաջ շարժվելու համար։ Հիշեք սա, եթե նրանք ապրում են այս կանոնով, մինչև ամենասարսափելի ժամանակները։ Դրանք միայն քայլեր են երբեք վերջը։ Լավ ծուղակ է, ճշմարիտ իմաստությունը այսպես է հնչում, փառք Աստծո, մենք առաջ ենք շարժվում։ Եվ հիմա իմ լավը ես ձեզ բարեհաճություն եմ տալիս, եթե այս հաղորդագրությունը ռեզոնանսի ձեզ վրա, ապա նրանք զգացին այս խոսքերով ջերմությունը, փորձը եւ խնամքը, հաշվի առեք բաժանորդագրվել այս ալիքին, ոչ թվերի համար, այլ այն պատճառով, որ ես ուզում եմ շարունակել կիսվել ձեզ հետ պատմություններ, որ դասից հետո դասը կարող է լուսավորել իրենց ուղիները, պարզապես խոսքեր չէ, որ ես բերում եմ։ Նրանք սպիներ են, որոնք իմաստություն են դարձել, ծիծաղում են արցունքներով եւ հավատքով, երբ երկիրը ցնցվեց, երբեք չթողվեց ինձ։ Ես բավականաչափ տասնամյակներ ապրել եմ, տեսնելով կյանքը իր առավել վառ գույներով եւ իր ամենամութ երանգներով, ես իմացա, որ ուժը երբեք գայթակղության մեջ չէ, այլ վեր կենալ նույնիսկ այն ժամանակ, երբ ոտքերը վնասում են։ Այդ երախտագիտությունը հեշտ ժամանակների արտոնություն չէ, բայց համարձակ ընտրություն, երբ ամեն ինչ կարծես բաժանվում է, եւ սա այն է, ինչ ես ուզում եմ բաժանել ձեզ հետ։ Ոչ թե հեռավոր տեսություններ, այլ աշխույժ ճշմարտություններ, փորձարկումներ փորձությունների կրակի վրա։ Բաժանորդագրվեք այս ալիքին ոչ թե որպես հանդիսատես, այլ որպես ճանապարհորդության ուղեկիցներ, որովհետև առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում ես կբերենք պատմություններ, որոնք կարող են լինել այն, ինչ ձեզ հարկավոր է լսել այդ օրը։ Երբ քաշը անհամբեր է թվում, սրանք զեկույցներ են, որոնք դռների բանալիներ են պահում, որոնք դուք նույնիսկ չգիտեք, պետք է բացվի։ Բայց առայժմ սա բավարար է, այսօր, փառք Աստծո, մենք այստեղ ենք միասին, եւ որ նրանց կյանքը պարզապես հանդուրժելի է, բայց դրանք ծաղկում են, օրեցօր թեթև, Աստծո ձեռքով առաջնորդվելով, ինչ պետք է գա, եւ ինչ պետք է լինի, կլինի, վստահեք դրան։